Եթերում Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականն է, այսօր 19 հունիսի օրը 5-շաբթի, բարի երեկո։ Նորատուսի թիվ 2 մանկապարտեզում մի շարք աշխատանքներ են կատարվել Գավառի համայնքապետարանի կողմից տրամադրված ֆինանսական միջոցների հաշվին։ Հատկացումները եղել են կապիտալ, ընթացիկ դրամաշնորհներով եւ առանձին հատկացումներով։ 2024 թվականին Նորատուսի թիվ 2 մանկապարտեզին Գավառի համայնքապետարանի կողմից տարբեր տեսակի հատկացումներ են կատարվել արկա խնդիրների լուծման նպատակով։ Հատկացումներն իրականացվել են համայնքի 2024 թվականի բյուջեից։ 1.110.000 դրամ կապիտալ դրամաշնորհի շրջանակներում ձեռք է բերվել 2 հատ մանկական պահարան, գրասենյակային 2 աթոռ, նվագարկիչ, դարակաշար, փոշեկուլ, 2 աշխատանքային գրատախտակ, 2 ջեռուցման կաթսա, խոհանոցի համար մետաղական սեղան եւ խոթնձիչ բակային տարածքների մաքրման համար։ Դրամաշնորհներով ձեռք բերված գույքը բոլորն էլ շատ մեծ անհրաժեշտություններ մանկապարտեզի համար։ Առանց դրանց ճիշտ է աշխատում ենք, բայց շնորհակալ ենք համայնքապետարանին աջակցության համար, որ ցանկացած հարցում մեր կողքն են լինում, օգնում են ամեն ինչով, ինչ անհրաժեշտություն ունենք, ինչ խնդիր ունենք, իրանք բոլոր հարցերը կարգավորում են։ Ընթացիկ դրամաշնորհով իրականացվել են մանկական գրասենյակային աթոռների եւ ջեռուցման կաթսայի վերանորոգման աշխատանքներ։ Ձեռք են բերվել խաղալիքներ։ Այս նպատակով հատկացվել է 940.000 դրամ։ Համայնքապետարանի կողմից հատկացված ֆինանսական միջոցներով կառուցվել են նաև մանկապարտեզի մուտքի 3 դռների ծածկերը։ Ալվարդ Մանուկյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Գավառի մարզադպրոցում բռնցքամարտի հուշամրցաշար է անցկացվել։ Մասնակցել են ոչ միայն Գեղարքունիքի, այլև Տավուշի եւ Լոռու մարզերը ներկայացնող պատանի եւ երիտասարդ բռնցքամարտիկներ։ Գավառի Գրիշա Աբրոյանի անվան մարզադպրոցում կայանում է բռնցքամարտի մրցաշար՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի զոհերի։ Հուշամրցաշարի անցկացման նախաձեռնությունը մարզադպրոցինն է, իդեմս բռնցքամարտի մարզիչի եւ իրականանում է Գրիշա Աբրոյանի որդիների աջակցությամբ։ Մրցաշարը մեկնարկում է 1 րոպե լռությամբ, ապա աղոթքով։ Այս հուշամրցաշարը առաջին հերթին հարգանքի եւ ոգեկոչման արարողություն է։ Ես ուզում եմ Աստծուց հայցով դիմել, որ մեր Տերը հեռու պահի մեր ազգին, մեր ժողովրդին, առհասարակ ամբողջ աշխարհին բոլոր պատերազմներից ու արհավիրքներից եւ մասնավորապես մեր հայոց աշխարհը եւ մեր Գեղամա աշխարհը խաղաղ եւ բարոր կյանքով ընթանա եւ նոր ձեռքբերումներով ու հաջողություններով կազմակերպի իր համայնքային եւ առօրյա կյանքը։ Հուշամրցաշարին մասնակցում են բռնցքամարտիկներ Վանաձորից, Իջևանից, Սևանից, Վարդենիսից, Գավառից եւ Կարմիր գյուղից։ Մարզական միջոցառումն անցկացվում է կրտսեր, ավագ եւ երիտասարդ տարիքային խմբերում։ Կան լավ երեխաներ, հանրապետության առանձնության մասնակիցներ, միջազգային մրցաշարերի մասնակիցներ եւ մոտակորերին մասնակցում են կրտսեր տարիքի պատաների Հայաստանի Հանրապետության առանձնությանը եւ դրանից հետո կմասնակցենք նաեւ երիտասարդների առանձնությանը, որը տեղի ունենալու Երևան քաղաքի Դինամո մարզական հասարակական կազմակերպություններում։ Ըստ տարիքային խմբերի 3 ռաունդ, կրտսեր տարիքը 3 ռաունդ 1 րոպե կես տևողությամբ, ավագ տարիքը 3 ռաունդ 2 րոպե տևողությամբ եւ երիտասարդները 3 րոպե 3 ռաունդ տեղավորությամբ 1 րոպե հանգստի սահմաններում։ Մարզական տարբեր միջոցառումներին մասնակցելը պատանի եւ երիտասարդ բռնցքամարտիկներին հնարավորություն է տալիս կատարելագործվելու։ Նրանցից շատերի համար յուրաքանչյուր մրցաշար ճանապարհ է դեպի մեծ սպորտ եւ առավել լուրջ հաջողություններ։ Մենք եկել ենք Իջևանից մեր թմով, մենք 7 հոգի ենք։ Ես արդեն գրավել եմ առաջի տեղ եւ ցանկանում եմ, որ մեր թմի երեխաներն էլ գրավեն առաջի տեղ։ Ես հույս ունեի, որ պետքա գրեի ու այդպես էլ եղավ։ Ես շատ եմ չարչարվել այսօրվա համար։ 3 տարի ես զբաղվում եմ բռնցքամարտով։ Հակառակորդս լավ մարզված էր։ Դե ես էլ այն որ շատ լավ պարապել էի։ Ճիշտ է, վստահ չէի, որ կհաղթեմ, բայց դե պարտությունը նոր հաղթանակի սկիզբն է, ամեն մի փորձը, երբ որ հակառակորդդ ուրիշ է լինում, արդեն հասկանում ես, մի հակառակորդդ կարող քեզնից ուժեղ լինի, մեկը թույլ, մեկի հարվածները կարող թույլ լինի, անցումները լավ անես։ Յուրաքանչյուր մենամարտից հետո բռնցքամարտիկներն արժանանում են համապատասխան կարգի հավաստագրերի եւ հուշամեդալների։ Հուշամրցաշարի կազմակերպիչներն ու աջակիցները հուշանվերներ են պատրաստել նաեւ Գավառ խոշորացված համայնքից 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների համար, որոնք մրցաշարի պատվավոր հյուրերն են։ Անահիտ Կարեյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։
Գավառ հեռուստաընկերության գեղամահոր լրատվականի այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում ամենայն բարիք։